Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 8-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 8-ին։ Հարգելի խոյեր, բավականին շատ իրադարձություններ ունեք այդ օրը։ Ուրեմն, հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Երեխաների հետ կապված բայց իրադարձություն են, հնարավոր է հղիություն է, ծննդաբերություն է կամ քննություն հանձնել է եւ այլն, շատ բաներ կարող են լինել երեխաների հետ կապված։ Նաեւ ընտանեկան կյանքն է սա, որով որ պետք է զբաղվեք այդ օրը։ Ձեր ցանկությունները կիրականանան, նաև ձեզ սիրված եք զգում, հուզված եք, ինչ-որ մի բան է այստեղ տեղի ունենալու կարծես թե։ Նաև կարող է լինել սիրո խոստովանություն, դրա համար եք հուզվել կամ դուք եք անում կամ ձեզ են անում, նաև հանդիպում ձեր սիրելի մարդկանց հետ, եւս հա դա էլի հուզմունք է։ Եվ ուշադրություն դարձրեք այդ օրը կարող եք ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել եւ նվեր կգնեք կամ նվեր կստանաք, նաև հաճ պահեր կան այդ օրը, նամակագրական կապի մեջ կլինեք ոմանց հետ, կամ փաստաթղթեր կուղարկեք, փաստաթղթեր կստանաք, փաստաթղթերի հետ կաշխատեք նաև, եւ իհարկե այստեղ ինչ-որ մի հարցում այլ հաղթանակած եք դուրս գալ, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու։ Բավականին շատ են ու ոնց որ թե տարբեր ինչ-որ պահեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 8-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ոչ է նամակ կարող ստանալ կամ ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ լինել, փաստաթղթեր ուղարկել, ստանալ փաստաթուղթ, նաև փաթեթ եք ստանում, նաև ունեք գաղտնի գործողություններ, ոմանք նաև գաղտնի սիրավեպ, ոմանք սիրո խոստովանություն կստանան, կանեն, ձեզ սիրված կզգաք ինչ-որ մի հարցի հետ կապված, նաև ձեր հարազատներին կարող եք հանդիպել, տեսնել, և այստեղ հաղթահարում եք ցավը, կամ ցավի միջից եք այդպես հաղթում, կամ ցավի գնով եք հաղթում այն ինչ որ պետք է, ոնց որ հաղթանակը ձեր կողմն է, բայց ցավի գնով, կամ ցավացել եք, ինչ որ մի բան ձեզ ցավեցրել, կամ հաղթում եք ցավը, մի տեսակ, և տհաճ պահեր կան այդ օրը, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 7-ին։ Նայեցեք։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 8-ին։ Անդադի 7-ին եմ նայում։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ձեր սիրելիներին կհանդիպեք, հուզվում եք, միգուցե նաև արտասվում եք, նաև սիրո խոստովանություն կամ ձեզ են անում, կամ դուք եկամ և դրա համար եք հուզված, ինչ-որ մի բան է լինում, որ այստեղ եթե արդյունքներ է, ապա ուրախության, այդպես սիրային թեմայի կամ որ մարդը այսպես սրտանց ուրախ է, այդպես կարող է արդյունքներ լինեն, նաև նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, միգուցե պատվերներ եք ստանում, հակառակ այդպես գրում եք, խոսում եք պատվիրատուների հետ, նաև դա կարող է լինել փաստաթուղթ ստանում եք, ուղարկում եք, հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ-որ մի բանի, և դա կարծես թե ձեզ ցավ է տալիս, որովհետև կարող են ձեր հույսերը չարդարանալ դրանից է, և նվեր կստանաք կամ դուք կնվիրեք, այդտեղ հյուրը կարող է օրինակ քաղցրավենիք է բերում, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 8-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, էներգիավլի կլինեք, տատանվում եք, ծանրու թեթևականում, ընտրության առջև կկանգնեք, հաղթանակած եք դուրս գալու որևիցե հարցում, սպասում եք օրվա ընթացքում ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ բանի, ժամ եք պայմանավորվել կարծես թե եւ սպասում եք, գուցե նաեւ ուշանում եմ, եւ եթե դուք պետք է գնաք ինչ-որ միտեղ, ապա ուշադիր եղեք, որ չուշանաք, կամ այնց այդ օրը նաեւ ոմանք ժամ կպայմանավորվեն եւ հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, ինչ-որ հարցեր կլուծեք, կավարտեք, կվերջացնեք ի վերջո, այդտեղ կարող ձեզ համար շատ հարազատ մեկի հետ եք հանդիպում եւ ինչ-որ հարցեր եք լուծում, վերջացնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հուլիսի 8-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը առավոտյան շուտ կարթնանաք, հանկարծակի լուր կլսեք այդ օրը, նաև ժամադրություն է սա ոմանց մոտ սիրային, ոմանց մոտ իրենց հարազատ մարդկանց հետ, ոմանց սիրո խոստովանություն կանեն, կամ ձեզ սիրված կզգաք, ձեր սիրելիի հետ, կամ ձեր հարազատների հետ գտնվելով, ձեզ այդպես սիրված կզգաք, լավ կզգաք, գումար կստանաք այդ օրը, նաև ուշադիր եղեք կարող եք վիճել ինչ-որ մարդկանց հետ, ոմանք էլ տուն կմաքրեն, հանդիպում ունեք այդ օրը, ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում եւ հրավերք առիթի, կամ դուք եք հրավիրում մարդկանց, կամ ձեզ կհրավիրեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 8-ին։
Հարգելի կույսեր, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող եք այցելել նման կենտրոն, նորություն կլսեք, ոմանք հանդիպում կունենան պետական աշխատողի հետ, ոմանք նաև աշխատանքի կընդունվեն կամ կխոսեք աշխատանքի հետ կապված կամ նորություն կլսեք աշխատանքի մասին, տեղեկատվություն կստանաք այնտեղից, կամ եթե ռեզյումե եք տվել, ոնց որ ի վերջո ինչ-որ մի պատասխան գոնե կստանաք, այդ օրը որից է հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, ուշադիր եղեք, մյուս կողմից սիրված եք, սիրո խոստովանություն կստանաք, սիրո խոստովանություն կանեք, նաև ձեր հարազատների շրջապատում կլինեք, այդտեղ հյուր ունեք, միգուցե իրենք են գալիս կամ դուք եք գնում իրանց տուն հյուր եւ ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 8-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը տատանվում եք, ծանրութեթև կանեք, ընտրության առջև եք կանգնած, նաև գաղտնիք կբացահայտվի այդ օրը, ինչ-որ բան էլ ձեզ երջանկացնում է, ինչ-որ բան ձեզ ցավեցնում։ Այստեղ օձեր կան, միգուցե որ երջանիկ եք, բայց որ մնաց սկսում են կծել, որ ցավ զգաք, ոնց որ պետք չէր երջանիկ լինել դրա համար, մի լսեք օձերին, եթե չեք ուզում հետո ցավ ունենալ։ Որովհետև ինչ-որ մի բան ձեզ երջանկացնելու է, մի թույլ տվեք, ինչ-որ բան ձեզ։ Դե կարող է նաև հեռուստատեսությամբ եք ինչ-որ մի բան նայում, Facebook-ում եք ինչ-որ մի բան տեսնում եւ դա է ձեզ ցավեցնում։ Ամենայն դեպս օձեր կան, բամբասանք, չար լեզուներ, չար մարդիկ շրջապատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 8-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը առիթ ունեք, կամ ձեր տանը, կամ պետք է գնաք այդ առիթին։ Նաև տան հետ կապված հարցեր են, որոնցով կզբաղվեք, տուն մաքրել, հավաքել եւ այլն, կամ գուցե տեղափոխություն։ Այդտեղ չնայած առիթի են ձեզ հրավիրում, հավանականությունը շատ մեծ է, որ առիթի եք գնալու։ Կամ դե դուք եք կանչում մարդկանց։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, հանդիպում, շփում կունենաք ձեր ընկերոջ ընկերուհու հետ, գաղտնիք կբացահայտվի այդ օրը եւ գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 8-ին։ Հարգելի աղեղնավորներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված, թե ինչպես կլինի, ինչ կանեք։ Ձեզ կարող են սիրո խոստովանություն անել, դուք անեք, սիրված կզգաք ձեզ, ինչ-որ մի լավ բան տեղի կունենա, որ ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, տեղ առիթ է, կամ ձեր տանը, կամ պետք է գնաք այդ առիթին։ Նոր տան հետ է կապված ինչ-որ մի բան, ընտանիքի անդամներն են գալիս, եթե հեռու էին գտնվում ձեզանից, նաև հույսով լցված եք, հույս նետել եք ինչ-որ մի բանի վրա։ Այստեղ տհաճ պահեր կան, միգուցե դրա հետ է կապված, որ կանցնի, որ այսպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 8-ին։
Հարգելի այճիղջուներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվի, նաեւ դա կարող է լինել ինչ-որ իրադարձություն, որ նոր է սկսվում, որ ամեն ամիս պետք է լինի, նաեւ վերջին մեկ ամսվա իրադարձությունն է ավարտվում, կամ այդ ամեն ամսվա իրադարձությունն է ավարտվում, մի խոսքով կամ սկսում է, կամ ավարտվում է այստեղ ձեզ մոտ։ Նաև ոմանք ունեն սիրային ժամադրություն, ձեզ սիրված կզգաք, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, եւս էլի կհանդիպեք, ոնց որ ձեր հարազատներին եւ ձեզ ուրախ կզգաք, լավ կզգաք, սիրված կզգաք։ Նաև ոմանք սիրո խոստովանություն կանեն, կամ դուք կանեք սիրո խոստովանություն։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, ժամ եք պայմանավորվել ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, կամ հենց այդ օրը ժամ կպայմանավորվեք դիմացինի հետ։ Նաև գումար կծախսեք կամ գումարի մասին խոսեք, արժեքի մասին խոսեք, որոշ գործեր կմնան, ամբողջը չեք հասցնում ավարտին, եւ նաև ինչ-որ մեկից հեռացում կամ ինչ-որ բանից բաժանում, դա կարող է լինել ինչ-որ ապրանքը արեցիք, տվեցիք, այդպես նաև ապրանքից եք բաժանվում, գնում է ձեզանից կամ այստեղ կա ինչ-որ մեկն է ժամանակավոր, թեկուզ գնում է ձեզանից հեռու։ Նորություն կլսեք նաև այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 8-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, ոմանց մոտ նաև երեխաները կարող են գալ, թոռները կարող են գալ, եթե չունեք երեխաներ, կարող ձեր ընկերուհին է ձեզ մոտ կամ ընկերն է ձեզ մոտ ուզում թողնել իր երեխային եւ ինչ-որ միտեղ գնալ, պարտադիր չի, հենց միայն ձեր երեխաները լինեն, ինչ-որ երեխաների հետ կապված ինչ-որ պահեր են։ Առիթ է, ծնունդ է նաև այստեղ, նաև ընտանեկան կյանքն է, կզբաղվեք ընտանիքով ավելի շատ։ Այդ օրը ոչ է հնարավորություն, կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, նաև ոցեր կան, բամբասանք, չար լեզուներ եւ ձեր ձեռքում է, թե ինչպես դուք իրենց կպատասխանեք ըստ իրենց, այդ խոսակցության։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք եւ նաև գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն այդ օրը կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 8-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ժամադրություն ունեն ոմանք սիրային, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, բայց այստեղ հույսով սպասում եք կամ հույսնատել եք ինչ-որ մի բանի վրա, բայց հիասթափվում եք։ Այդ օրը միայն հույսնադրեք ձեր վրա, ուրիշ ոչ ոքի։ Այստեղ հիասթափություն կա, տխրություն կա նաև։ Գուցե ինչ-որ մի հարազատ մարդու վրա եք հույսնադրել, որ կհանդիպեք եւ ինչ-որ մի բան այնպես կլինի, ինչպես դուք եք ուզում, բայց հակառակը։ Այսքանը ձեզ համար, այդ օրը միայն հույսնեդ ձեր վրա։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։